Հոլա, ողջույն, բարի լույս, բարի երեկո, Գեամ Հակոբյան, տեսագետ, քաղաքագետ, վերլուծաբան, խնդրեմ ներկայացրեք Արմեն Վիրաբյան, ձեր հլու հնազանդ ծառան, խնդրեմ ներկայացրեք ձեզ, պարոն Հակոբյան։ Ես 1964 թվականից ծնված, սովորել եմ Երևանի ֆիզմատ դպրոցն եմ ավարտել, համար առաջի համալսարանից, որից հետո չհաշված բանակը, սովետական բանակում ծառայել 2 տարի, որից հետո ընդունվել եմ Մոսկվայի պետական համալսարան, տնտեսագիտության ֆակուլտետ, քաղաքատնտեսության բաժինը, իսկ հիմնական մասնագիտական ճյուղս եղել է տնտեսական տեսությունների և տնտեսական պատմության գծով եմ մասնագիտացել, ունեմ որոշակի գրած աշխատանքներ, դասախոսական փորձ, կառավարման փորձ, բիզնեսում շատ է բարձր, կառավարման համակարգերում, մեծ կամպանիաներում, գիտական որոշ աշխատանքներ ունեմ անած, որոշ աշխատանքներ կիսատ եմ փողել, ժամանակ չի եղել, մի խոսքով 2021 թվականին որոշեցի վերադառնալ Հայաստան, ճիշտ ասած արդեն հոգնել էի, հայրենիքը շատ էր կանչում, ուղղակի երեխեքը դպրոց էին, փոքր էին եւ այլն, շատ խնդիրներ կար, մի անգամ չէր ստացվում, ամեն դեպքում 16 թվականից պատրաստվում էի գայի, տենց կամաց եղած չեղածս վաճառեցի, ինչ որ հնարավոր էր սա վաճառեցի, քան այսպես ասած, ու տեղափոխվեցի Հայաստան, ու որոշեցի նորից վերադառնալ իմ ակունքներին ու ինչ-որ կարող եմ լինել օգտակար իմ հայրենիքի համար։ Խոնարհանքի արժանի է, շնորհակալություն։ Ես երևում էի Հա, պարոն Հակոբյան, ուրեմն ԱՄՆ քաղաքականություն, տնտեսական քաղաքականությունը, խնդրեմ, կարճ ներկայացրեք, շատ կարճ, մեր ունկնդրիկ, խնդրեմ։ Դե գիտեք, թեման ինքը շատ մեծ է, եթե կարճ ասեմ, շատ բան հաստատված կթողենք, քանի որ այսօր հիմնական պրոցեսները ընթանում են համաշխարհային մասշտաբով ԱՄՆ-ում, որ մենք գիտենք, որ ԱՄՆ-ը ինչքան մեծ ազդեցիկ երկիր է, ինչքան հզոր էկոնոմիկա ունի, եւ դաժե խոսույթ կա, որ այդ ԱՄՆ-ում փռշտում են, ուրեմն այստեղ արդեն 42 տարի աշխարհի տակ հիվանդ են, ու այլ երկրներում, կամ ավելի վատ վիճակում են, ռեանիմացիայում են դաժե, նույնիսկ։ ԱՄՆ-ի տնտեսությունը կարելի ասել հիմնակար է համաշխարհային շուկայում համաշխարհային տնտեսության համար,